Վրացական երազանքի նախաձեռնած բարեփոխումների արդյունքում Վրաստանի բարձրագույն կրթական համակարգը պատրաստվում է անցնել բոլորովին նոր մոդելի, որոնք են այն հիմնական փոփոխությունները, որոնք սպասվում են բուհերում։ Նոր մոդելը փոխում է թե ուսման տևողությունը, թե ֆինանսավորման սկզբունքը։ 2026 թվականից սկսած պետական համալսարաններում ուսումը կդառնա անվճար բոլոր ընդունվածների համար, թե բակալավրիատում, թե մագիստրատուրայում։ Մասնագետները նախազգուշացնում են այն ուսանողները, ովքեր չեն հաղթահարի պետական կամ բուհերի մրցակցությունը, ստիպված կլինեն վճարել մեծ գումարներ մասնավոր հատվածում կամ կզրկվեն բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից։ Նոր բուհերը դեռ անվճար է, դիք վատ չէ, էլի իրականեն որ կային մարդիկ որ երեխաներ կային որ ասենք շատ խելացի էին, այդ վաճառովի պատճառով չէին, երթա որովհետև համ երթայինդի համ վաճարեինդի ասենք սորվելու համար, համ մենալու համար, տան համար վաճարեին, ու այդ մարդիկը չէին երթա, այդ երեխաները, այդ խելացի աշակերտները։ Նու դա ճիշտ երաց, բայց մենակ իրականեն ով որ ասենք իրականեն սորվելու սեր ունի, իրականեն ինքը ասենք իրեն մեջ տաղանդ ունի սորվելու, այդոնք դերտանցենք համատարազը չերտան, այդ է կարևորը։ Ես ուսանող ունեցել եմ, երկու աղջիկս Երևանին սորվե, մեկը հոգեբան է, մեկը բանասեր է, իրենք մեկը վարձով է սովորել, մեկն է առանց վարձի եղել։ Մեկն է թիլվիզ, մեկը աղջիկս է թիլվիզ բժշկական մինչև իմի սորվիգը առանց վարձ եղել։ Բեղտս բերել է էլի, եթե վարձով էլի հնարավոր է ես կարողանայինք որ երթար սորվիր, համ մենալուն տայի, համ ապրելու, в общем դժվար էր էլի ասենք։ Եկե մասնագետներու որակը բարելավելուն գիտեք ինչ կա համալսարանին ընդհանրապես էնդից է շատ բանել էնդից է կախված, ասենք իրենց խստապանջ դելին, եթե անվճար եղավ, իրենք խստապանջ դելին, որպեսի իրենց են շատ է կախված դասախոսներ են, նու համալսարանեն է կախված շատ է, ես այդ ձևի կենեմ, որովհետև մենք որ դպրոցեն կյանացե վերուսուցիչ նոր խիստ էր, պանշկոտ էր, այդ աշակերտը, այդ առարգան լավ գսորվեն, վեր նոր ասենք թույլ էր, պարզոր այդ առարգան վատ գսորվեն, կախված է շատ այդ բուհին, դարվասկեն, թե ինչը խստություն կա, թե չգա, այդից է շատ բան կախված, իմ կարծիքս այդ ման է, այդ ձևի է, հա։